Ես շատ լավ գիտեմ մեր շրջանի բոլոր խնդիրները ներսից, հատկապես պետի համայնքի։ Վստահեցնում եմ ձեր ձայնը լսելի է, ձեր խնդիրը տեսանելի։ Մենք հետևողական ենք լինելու, որ այդ խնդիրները ստանան իրենց լուծումները։ Բայց այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը ինձ համար ոչ միայն մասնագիտական է, այն նաև ազգային անվտանգության խնդիր է։ Որպես մանկաբարձ գինեկոլոգ ես ցավով, բայց փաստում եմ, որ Հայաստանում ծնելիության մակարդակը կտրուկ նվազել է։ Երիտասարդ ընտանիքները չունենալով աշխատանք, չունենալով կայուն եկամուտ, չունենալով բնակարան, որը անհասանելի է շատերի համար, այնտեղ, որտեղ ծնողը մտահոգ է, թե ինչպես իր զավակին տալ արժանապատիվ ապագա, ծնելիության մակարդակը կտրուկ իջնում է։ Այդ սկզբունքով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը ստեղծելու է ազգային վերածննդի հիմնադրամ, ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։ Յուրաքանչյուր 4-րդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքները ստանալու են 2 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայի համար բնակարան։ Տրամադրելու են 20,000 մատչելի բնակարան երիտասարդ նորաստեղծ ընտանիքների համար։ Սիրելի հայրենակիցներ, մեր հակառակորդները ուզում են տեսնել թույլ Հայաստան, ուզում են տեսնել Հայաստան առանց հայերի։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք կառուցելու ենք ուժեղ, արժանապատիվ Հայաստան, լի մանկական ձայնով, լի կյանքով, լի հավատով։ Այս բոլոր փոփոխությունները իրական են և հնարավոր։ Մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ փոփոխության համար Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։